Վերջերս ես իմացա, որ 20%-անոց հայ եմ, ինչպես և Գարեգին Նժդեհը, երևի էդ էր պատճառը, որ Վարդան Ղուկասյանին մի հատ միջնորդագիր մեր եկեղեցին չողորմաց։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, բարև ձեզ, մի քանի վայրկյան լսեք այս կիսախելագարի ելույթից մի հատված, հետո կշարունակեմ։ Աճապահյանն է այդ կիսախելագարը։ Լսեք։ Հայ առաքելական քրիստոնեական ժառանգությունը հայ ինքնության 80%-ն է կազմում։ Հայ ինքնության 80%-ն է կազմում։ Եթե դու այդ 80%-ից հրաժարվում ես, 20%-ով ես հայ։ Չէ, հայ է, ուղղակի քրիստոնյա չէ, կամ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ուրեմն 80%-ից հրաժարվում է։ Բայց մինչև քրիստոնեությունն էլ են, չէ, հայությունը եղել։ 20%-ն է։ Բայց ինչպես եք չափում դա։ Լսեցիք։ Ես մի բան ասեմ, եթե հիմա Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրության մեջ էլի, ներառի կետ, որ ով ուզում է հայկական անձնագիր ստանա, պետք է գնա կնքվի հայ առաքելական եկեղեցում, մի 300-500 եվրո էլ կամ դոլար էլ տա մի հատ սպրավկա առնի, ու նոր ստանա հայկական անձնագիր, հավատացեք, այս պիղծ եկեղեցին Նիկոլին կսրբադասի, կնգանել հետը, Սուրբ Աննա կունենանք մի հատ էլ, Սուրբ Աննա երկրորդ, ԿՊԻ-ներ հետը կբարձրացնեն տիեզեր, կարա, տիեզերական ժողով կհայտարարեն, սաղին կսրբադասեն, այս է մեր եկեղեցին, ու այս պիղծ խելագարը, որ խոսում էր, էլի, մոռացել է, որ իրանք ժամանակին, թե ոնց են աղոթել, օրինակ, սուլթանի առողջության համար Ամերիկայում ասում, Թուրքիայում, Օսմանյան կայսրության օրոք, շահի համար, Պարսկաստան։ Նայեք, ժողովուրդ, եթե երկար եղավ, ինձ թվում է երկար կլինի, էլի, թեման շատ մեծ է, տեղափոխվեք YouTube, այնտեղ կլինի շարունակությունը, էլի, որտեղ եթե չկարողացա ներբեռնեմ։ Սա է մեր եկեղեցին։ Դուրս է գալիս Գարեգին Նժդեհը, դա հայրենասեր մարդը 20%-անոց հայ է եղել։ Ես տեսնում եմ այդ լրագրողը Civilnet-ի, ոնց արձագանքեց դրա մտքերին, էլի, այդ նույն կապված համշենահայության հետ, կաթոլիկ հայերի հետ։ Ես այնտեղ նստած լինեի, ասում եմ, աթոռը կտրեի գլխով, կամ այդ գրաֆինով ջուրը կլցնեի գլխին, այդ հոգևորականի։ Ով ումը հետաքրքիր է, ես նայեք կկիսվեմ կոմենտարյաների մեջ այդ Civilnet-ի այդ հաղորդմամբ, կնայեք, կլսեք ամբողջովին, որտեղ տեսեք, այս կարծիքը մենակ այս խելագարի կարծիքը չի, սա ընդհանուր մեր եկեղեցու դիրքորոշումն է։ Մենք, տեսեք, շատ բան ունենք սովորելու հրյաներից, ջհուդներից, տես որ սիրում են հենց մեր եկեղեցին ամենաշատը կարկոցում հրյային, և որ Հիսուսը ևս հրյա է եղել, ու հետաքրքիր է, որ ընդերից նայում է, ինչ ասում, էլի, այդ թեզեր, ջհուդամասոններ բան, էլի, լրիվ այս խելագարների օրինացն է, որ իրանք չեն խոստովանում, որ պետությունը իրանք են կործանել, Հայաստանի ամենամեծ խնդիրը իրանք են եղել, շարը գցում են ուրիշների վրա։ Նայեք, ջհուդները երբեք չեն քարկոծել, օրինակ, Ալբերտ Էյնշտեյնին, ով չի եղել հավատացյալ։ Նա ասել է, ինձ այդ ձևի Աստված պետք չի, եթե Աստված այդքան անարդար է, ես այդպես Աստծուն չեմ ընդունում։ Մոտավորապես այդ ձևը Ալբերտ Էյնշտեյնը ասել։ Բայց հրյաները չեն ասել, դու մաքուր հրյա չես, հələ կանչել են Իսրայել, որ դառնա վարչապետ իրանց։ Նույն Ֆրեյդը ևս նա ընդհանրապես ասել է, հավատքը դա մասսայական փսիխոզ է, Ֆրեյդի դիագնոզն է եղել, հրյան չի քարկոծել Ֆրեյդին, իսկ մեր այս կիսախելագարները քարկոծում են, բաժանում են հային, աթեիստ հային, հեթանոս հային, կաթոլիկ հային, համշենահային, ուղղափառ հային, Վրաստանում կան ուղղափառ հայեր,
ու նստած խափում մարդկանց, այնայք ասում է մեր եկեղեցին է պահպանել հային, թե չէ հայը կմերվեր։ Ու այդ լրագրողներից ոչ մեկ չի ասում, այ պիղծ կիսախելագար, բա իտալացին ինչի չանետացավ, լեհը, գերմանացին, անգլիացին, ֆրանսիացին, ինչի նրանք չանետացան, մենք կանետանայինք։ Այ խելագարները այս սրանք են, այս սրանցից պետք է ազատվի հայ ազգը։ Ես երևի կլինի մի օր, որ խիզախ մարդիկ կգան, ինպես էլի, որ կխոստովանեն, արդեն, տեսեք, Վարդան Ղուկասյանը, ես ինչն էի նրա մոտ հարգում, որ նա քաղաքական ինչ-որ պայքարի մեջ է, բայց խոստովանում է, որ ինքը աթեիստ է։ Ու կլինեն մարդիկ, որ կգնան այս ճանապարհով, ու այդ եկեղեցուն ընդհանրապես մի օր կգնան, կպետականացնեն ամեն ինչը։ Կսարքեն ինչ-որ նախարարություն ու կսկսեն արդեն վերահսկել։ Այսա է ճիշտը, ոչ թե Սարգիս Ծատուրյանը։ Նայում ես պատմական գիտությունների թեկնածու ինչ-որ։ Ասում ես, այ տղա, դու ինչ ես ընդհանրապես պատմության մեջ նոր բառ ասել։ Բայց խոսում ասում է, ինձ Աստված է ուղարկել, ասում է, ինձ Աստված է իմ հետ խոսում, թե Աստված է ինձ շարժում, ուղղորդում, մարգարե է դարել։ Այսինքն են այս շիտեղ դնում ժողովրդին, երբ որ դաստիարակել են, տգետ, անգրագետ մի հատ խավարամիտ մի աղանդավոր ժողովուրդ, այսա քաղաքական դիվիդենդների համար տեսեք ինչ են, Ժաննա Դարկ է դարել Սարգիս Ծատուրյանը։ Սարգիս Ծատուրյան, դու ավելի լավ գնա պրոֆեսիոնալ բժիշկների դիմի, ձայների հետ, էլի քո հետ կապված ուղեղիդ մեջ։ Հետո ուրիշ բաները ձայները քեզ չասեն անես։ Ծիծաղես գալիս է, լսում ես էլի։ Դրա համար այսօր էլի եմ ասում, Վարդան Ղուկասյանին կա հետևող, որտեղ մարդը պրագմատիկ է խոսում։ Սխալներ շատ ունի, էդիգեթեջ։ Բայց մարդը ճիշտ է ասում, տես ես էլ եմ տենց ասում, ես էլ եմ խոստովանում, որ ես այդ ջհուդա հեքիաթա գրքին չեմ հավատում։ Դա չնշանակեց, որ ես հայ չեմ։ Դա նայեք այդ նույն Գարեգին մեջ դե հեթանոս է եղել։ Նա ուրեմն հայ չի։ Ես մեր հարևաններ հենց բանը հեթանոս Գագո կռվող տղաները կիմանան։ Նա իր կյանքը տվեց այն առաջի պատերազմի ժամանակ էլի զոհվեց։ Ուրեմն նա 20%-անոց հայ էր։ Ու նրա նման շատ կռված ասում են տղաներ կան, որ հենց հեթանոս տղաներ, հեթանոս ջոկատներ։ Ինչա խոսում ես կիսախելագար հոգևորականը։ Ուրա նայում ընդհանրապես, ես չգիտեմ, դատախազությունը, որ լավ ման գա, այնտեղ մի հոդված կգտնի, էլի, սա հոգևոր էքստրեմիզմ է, նացիոնալիզմ է, ռասիզմ է, սա ինչ նոր հայի տեսակ է որոշել, տիտուլային հայը, որն է առաքելական կնքված հայը, դա տիտուլային հայն է, մնացածը անորակ հայեր են։ Այսօր Եզդին էլ է իրան հայ համարում, Հայաստանցի, Հայաստանի քաղաքացի է։ Նա ինչ իրան պետք է երկրորդ սորտ զգա, կամ նույն մալականը, կամ նույն քուրդը ասորին, որ մեր հետ ապրում են։ Հնդիկը, որ հիմա կարող է Հայաստանում արդեն քաղաքացիություն ստանան։ Նույն ռուսները, որ եկել են այս ամեն ինչից հետո։ Այս խելագարության վերջը սրանց ընդհանրապես եթեր տալ պետք չի։ Այսինքն մեծ խոսում է Արցախի մասին, արցունքներ է թափում։ Մեկը ասի այդ պիղծ հոգևորական, գոնե մի շենք սարքեցիք, արա դուք սարքեք օրինակ մի հատ Խրուշովկա, մի հատ պրիմիտիվ, 2.5 պատալոկով մի հատ փոքր շենք։ Եկեղեցու հաշվին, որ այդ մարդիկ ապրեին։ Չէ, չեն սարքի։ Ոնց եկեղեցին փող դուրս տա, բայ։ Մենակ իրանք շատ լավ այդ տեսեք նույն այդ Արցախյան այդ գեներալիտետը որ կար, նրանք սաղի սեղանի զարթն են իրանք։ Բոլը գնային ուտեին, լափեին, քաքեին։ Դիքերում նույն զինվորի վրա թքած են ունեցել սրանք։ Մերոնը քսեն կպաշտպանի, խաչն է դնենք հակաօդային պաշտպանություն։ Իսկ մեծ կարող է հիմա նստեն լրագրողի առաջ ու սուկ պահեն Արցախի կորցրած մեր Դուք էլ եք մեղավոր։
Մի հատ ձեր մեջ այդ ձեր պիղծ հոգևորականների մեջ մեկը չեղավ ասել, լսեք, նույնիսկ այն խաչակիրները, որ Աստծու անունով գնում էին ազատագրեին այդ Երուսաղեմը, իրանց մարմինը թաքցնում են զրահի ետևը, այդ կալչուգաների եւ զրահի։ Իսկ մեր տղաները ինչով են կանգնած։ Բայց մեծ կխոսան, այսինքն մեծ։ Ինձ մնա, ես ասում եմ, ֆանտազիաները կարելի է միայն երազել, որ այսինքն սյուներ կդնենք Երևանի քաղաքների, հայաստանյան քաղաքներին, էլի, այսինքն ցախը կվակսենք տակը ու սաղ տերտերներին կվառենք, այ կվառենք։ Աթեիստական ինկվիզիցիա կստեղծեի ես, որ այս պիղծ հոգևորականների քոքը տայր ընդհանրապես։ Մենք պետականություն ենք պահել, մենք պետականամետ հավատենք, այն մյուս քրիստոնեությունները լավը չէ, մենք խելագարներ դուք բան եք արել, պետություն եք կործանել, ձեր օգուտի համար, ինչա չկիսվեք Վատիկանի կամ Կոստանդնապոլսի հետ, հարկերի ձևով, էլի, ժողովրդից հավաքել եք հարկը, օրինակ պետքա տայք արքային, հին ժամանակով տայք Վատիկանին կամ Կոստանդնապոլսին, նայա դուք որ մի բևեռին հարեիք, էլի, մնացածն է ձեզ մնար, բայց մեր տերտերը չի ուզել, ասել ավելի լավ ոչ մեկին չտամ, առանձնանամ իրանցից, դառնամ առանձին եկեղեցի, այնը չհասկացան այս անասունները ու մեր անասուն թագավորները, որ հավատքը դարձավ բան, քաղաքականություն, դա քաղաքական ալյանս էր, նույն կաթոլիկն ու ուղղափառը։ Դրա համար ես ունեմ մի հոդված, ոչ թե հոդված, այլ ես եմ թարգմանել Հռոմի Ուրբան II պապին գրված նամակը, խաչակրած արշավանքի առաջնորդների կողմից։ Մեր գիտական աշխարհը դա պատմաբանների էլի չեն թարգմանել, չկա։ Ես ինքս թարգմանել եմ, կարող եք տեսնել, նայել, կարդալ։ Թե ոնց է կաթոլիկ եկեղեցին, խաչակիրը սրի քաշել հային որպես հերետիկոսի։ Այդ նամակի բնօրինակը կա համացանցում։ Համ լատիներեն, համ անգլերեն, համ ռուսերեն, համ գերմաներեն։ Բացեք, կարդացեք ու կգտնեք այդ հատվածը, որը ես թարգմանել եմ։ Այսպես են սրանք կործանել պետականություն։ Ու այսօր նստում են լրագրողի մոտ, ասում են մենք պետականամետ քրիստոնեություն ենք, պետություն պաշտպանող, էլի, ազգապաշտպան։ Եթե չլինենք մենք, հայ ազգը կկործանվեր։ Ինչի իտալացին չկործանվեց, հույնը չկործանվեց, չանետացավ, գերմանացին կամ անգլիացին կամ լեհը, բայց հայը կանհետանար, եթե իրանք չլինեին, դրա համար մեծ շնորհակալ եղեք։ Այ Վարդան Ղուկասյանը, ես ջղայնացած եմ, որ մի հատ միջնորդագիծ չտվեց մեր եկեղեցին, նայեք, այն բանը շատ լավ ասեց Տեր Արմեն Մելիքսեթյանն էր ինչ էր այդ հոգևորականն էլի, որ քննադատ էր եկեղեցուն, այդ առակի պահով էլի, որ Հիսուսի պատմած էլի, որ ասում է Հիսուսը ներում է անառակ որդուն էլի իրա, դες պատմված կա, որ անառակ որդու վերադարձ էլի, որ մա չպատմեմ դա, իսկ մեր եկեղեցին չներեց Վարդանին, թեկուզ Վարդանը եկել էր իր դուրը խնդրանքով։ Դրա համար Ռուսաստանում նույն Ռուսաստանահայությունը, ինչ դες գնում էլի բառանի պես գնա այդ նույն եկեղեցին, որը իր վրա օմոն կանչեց։ Ու էլի, տեսեք հիմա նույն Ամերիկահայությունը էլի գնալու այդ պիղծ եկեղեցիներում, այդ պիղծ հոգևորականների մոտ կնքի իրանց երեխեքին։ Այ դուք անինքնասեր ազգ ենք հիմա մենք, թե չէ։ Ես ասում եմ, ավելի լավ է գնաք ուղղափառության կամ նույն կաթոլիկ, մենք մխիթարյան միաբանություն ունենք։ Գնացեք նրանց կողմը, նրանց եկեղեցիները։ Մխիթարյան միաբանություն, սկսիր խոսալ ժողովրդի հետ։ Այս սատանայի իշխանությունից պետք է ազատվի, մեր եկեղեցին ծախվել է սատանային։ Այստեղ եկեղեցի չկա, այստեղ կա կորպորացիա։ Հենա տեսեք, գովերուն պարտեզը ծախեցին,
Բայց մի հատ Խրուշովկա չսարքեցին, եմ այդ փախստականի համար Արցախից եկած։ Որ մարդիկ այսօր Վարձով են ապրում։ Ու խոսում են, այ նույնպես պիղծ հոգևորականը խոսում է, մեղադրում է, ասում է, Աստծուն չմեղադրեք, դուք եք մեղավոր, որ 7 երեխա չեք ծրտել։ Արա մարդ 2 երեխին չի կարողանում պահի, այ կիսախելագար հոգեկան, Աճապահյան, 7 հատին ոնց պահի կերակրի։ Այ սա է մեր եկեղեցին։ Եթե չէ գեզահերը շուտ ա եղել, որ ասում է եկեղեցուն պետք չի մեղադրել Աստծուն, դուք ձեզ մեղադրեք, 7 երեխա չեք ունեցել։ Որ 7 երեխին է տանեք, մատաղ անեք, արա, ձեր համար կապ չուներ։ Այ կաթոլիկ եկեղեցուց, ես ինչի չեմ սիրում, էլի, մեր գրողներին, էլի, մեր սովետական մետադիչկով, որ հետո սկսել են գրել ու հիմա էլ շարուեն, միջև էլ եկեղեցու մետադիչկով։ Ռաֆու Սամվել, նայեք, Սամվելի մեջ պրոյեկտել է Ռաֆին, Պապ թագավորին, որի գլուխը կերավ եկեղեցին, հենց եկեղեցին, ինչ այրա հողերին կպել էր։ Պարզապես Ռաֆու Սամվելը չի կատարում Պապ թագավորի սխալը ու սպանում այրա հորն ու մորը։ Այ եկեղեցու մետադիչկա։ Գամար ես այդ տարիքում այդ գիրքը շպրտեցի, Հյուգոն ավելի հաճելի էր, թշվառները, օյակապ մի վեպ, որտեղ Ժան Բալժանի պահը, որ ով չի կարդացել կամ նույնիսկ ֆիլմը չի դիտել, որտեղ նա հոգևորականից գալիս մի կտոր հաց է խնդրում գիշերը հանգստանա, այդ եկեղեցի է գալիս, էլի այդ կատրջնիկը։ Նա կերակրում է, քնելու տեղ է տալիս, բայց այդ ավազակը գիշերը որոշում է թալանի այդ հոգևորականին։ Նրա այդ արծաթյա բաները գողանում է սպասքը ու փախնում է։ Ու այդ հոգևորականին էլ խփում է, էլի գլխից շշմացնում է, էլի չի սպանում։ Մյուս օրը ոստիկանը, որ բռնում է, բերում է Ժան Բալժանին հոգևորականի տուն, էլի, որտև հոգևորականը, որ տեսնում է նրան այդ վախեցած վիճակով բան, ասում է ծառային հրամայում, ասում է այնտեղ 2 հատ մոմակալ կա, թե ինչ էտել բեր, էտել է մոռացե վերցնի։ Այդ մոմակալներն էլ է տալիս, ասում է դու սա մոռացար տանես։ Ու ոստիկանները դե բաց են թողնում, էլի։ Ու որ ծառան հարցնում է, ասում է ինչի էլի, ինքը մեզ թալանել էր, հիմա մենք փայտիկ թալով պետք է հաց ուտենք, էլի։ Ասում է ոչինչ, ասում է, ես իրա հոգին սատանայից առա։ Ինչ։ Այ Վիկտոր Հյուգո։ Իսկ մեր եկեղեցին ինչ էր քարոզում, հորդ մորդ սպանի։ Հանուն եկեղեցու։ Ռաֆի։ Դրա համար Վարդանին մի հատ միջնորդագիր չտվեց, այդ Արամ կաթողիկոսը, այդ Անթիասի թեմի, ասած ասած, այդ իրանց այդ կարգավիճակները չեմա գլուխ չեմ անում։ Ընդհանրապես ես երբ որ պատմություն ուսումնասիրել եմ, հասնում ես եկեղեցուն, դրանց այդ տիեզերական ժողովներ, բան, որ ես կարդում էի, ասես գլուխս բռնում էի։ Մեկ գայ իմ համար ծանր թեմա եղել, եկեղեցու այդ բաժանումը, էլի այդ տիեզերական ժողովներ, բաներ, մեկ էլ բան, Հարավսլավիայի կոնֆլիկտ, էլի, Հարավսլավիայի այդ վինիգրետ, էլի, ինչ է իրանց ներկայացնում։ Դրա համար մի բան չտվեցին Վարդանին։ Ու հիմա տեսեք, Վարդանը դուրս կգա, այսօրը չի մոռանա։ Իսկ թե մոռացավ, էլի պղծազան խաղացրեց։ Դժվար թե։ Այս է մեր եկեղեցին։ Այս է էլի, որ նստում, այսպես դասյարակել են, այսպես տխմար մի հասարակություն, տխմար։ Մեծ որ ժողովուրդ ջան, մի լսեք սրանց, կարդացեք պատմություն, այլընտրանքային պատմություն,
Ցավոք սրտի հայերեն լեզվով չկա այս ամեն ինչը թարգմանված, եկեղեցու պատմություն։ Ես անցած իմ հաղորդման մեջ դուք ինձ ոման գրում էին, դու քանի գլուխ ունես, նարեկացի քննադատես։ Ժողովուրդ, նարեկացու ժամանակ, եթե դուք ծանոթ լինեք եկեղեցու պատմությանը, կիմանաք, թե ինչ խելագարներ են եղել։ Մարդիկ նույնիսկ չեն լողացել, ասել են, ձեր մաշկի այդ անցքերը որ կա, այդտեղից բորոտ կլցվի։ Եկեղեցու ամենամեծ վախը եղել է խոլերան ու բորոտը, այդ բաները, որ կընկնի դու կհիվանդանաք ու պրակազա կսկսվի։ Չեն լողացել, մարդ լողացել է կյանքում 2 անգամ, նույնն է տերտերները, մեկ ծնվելուց, մեկ գերեզման մտնելուց։ Այդպիսին է եղել Գրիգոր Նարեկացու ժամանակաշրջանը։ Երգիրը հարթ, Երուսաղեմը տիեզերքի կենտրոն։ Իսկ ավելի նոր հոգևորականներ խելագար եկեղեցին են մի քանի 100 տարի առաջ։ 100-ամյակով մարդիկ քանի մոտ 200-300 տարի կարտոֆիլը եղել է Եվրոպայում, արգելել են ցանել ուտել կարտոֆիլ։ Հələ փորձեք դուք ձեր սննդական այդ ձեր սննդի մենյուից անեք կարտոֆիլը։ Ինչ եք ուտելու։ Իսկ կարտոֆիլը եղել է այս խելագարները չեն թողել մարդկանց կարտոֆիլ ուտեն։ Ասել են Սուրբ գրքում գրված չի կարտոֆիլի մասին, դա սատանայի խնձոր է։ Ուտեք, էլի բորոտ կընկնեք։ Ու մարդիկ չեն ցանել, սոված քնել հելել են։ Այսա եկեղեցին, որ կարդացեք, ծանոթացեք, թե խելագարները ովքեր են։ Որ այսօր մեր հայկական բանում արա քաղաքական վերլուծություններ են անում ու քաղաքականություն են գիտները կողել։ Ու ազգը պարակտում, ազգը ինչ-որ տիտուլային, հայ, ոչ տիտուլային, ես իմ ինչեր քարոզում, ինչ ֆորմուլաներ օրինում։ Տերտերներ։ Իսա, տերտերապետություն։ Չգիտեմ, ասեցի ձեզ, թե չէ, որ իջներ լավը, որ տեսեք, Հենրի 8-րդը եկեղեցին լարեց, դրա համար 1000 երկիր դարավ պետություն։ Իվան Գրոզնին տերտերներին խաշում էր, սարը ու տաք ջրի մեջ էր մսվում, չաների, մինչև կաշին վրեքներից դուրս գար, կրասապչիկ, այդ իսկ Պետրոսը ընդհանրապես առաջին, ընդհանրապես արկեց մինիստրություն։ Դրա համար երկրներին եկեղեցին մենակ վնաս է տվել։ Իսկ մեր պիղծ եկեղեցին թագավորները քյալ են եղել տոպոյ։ Այդ օրն է եղել, պետություն են կործանել։ Նայում ես, մեր մոտ օրինակ են կալանավայրում այդ դեպքերը որ եղան, էլի այդ ծեծ, ջարդ, տենց է չիմացանք ինչ է, էլի մեկը չմտավ, գա, պատմի, մարդու իրավունքների պաշտպան։ Տեսեք, եկեղեցին, մի հատ տերտեր չգնաց, մտավ այդ խեղճուկրակ բռնավորներին տեսնի կյանքը ոնց է։ Ինչ պայմաններով են մարդիկ ապրում։ Հայաստանի մեջ է 2 մետր է գնան։ Բայց կաթոլիկ եկեղեցին իր այն մանաշկաներ ոնց են հայրեն ասում, էլի։ Մեր մոտ այդ ինստիտուտը չկա, էլի։ Գնում են Աֆրիկա, ուր ասես գնում, թշվառ մարդկանց օգնում, կերակրում, խնամում։ Ասում եմ, հայ ազգ, այս մեր եկեղեցու պատճառով Աստված մեզանից ձեռա քաշել։ Պարզապես։ Հենց մի ասեք, որ դու չես հավատում Աստծուն, Աստված էլ մեզ չի հավատում։ Այս սրիկաների պատճառով։ Հաջողություն։